Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Ողջույն ձեզ Հայաստան ձայնասփյուռի սիրելի ունկնդիրներ, լսիր ժողովուրդ հայտագիրն է ձեզ հետ եւ Հայկուհի Դանիելյանի հետ միասին ես ձեր խոնարհ ծառա Տեր Հուսիկը Աննա Սարգսյանը քննարկում ենք վերջի շրջանին ընտանեկան զանազան հարցեր։ Հուսանք դրանք հետաքրքիր են ձեզ եւ ձեր ընտանեկան կյանքին օգուտ կբերեն, եթե ամուսնացած եք, եթե ամուսնացած չեք դեռևս, ձեր առավել եւս ձեր ապագա ընտանեկան կյանքին։ Ողջույն Հայկուհի ջան, ձայնդ լսեցինք, բայց բարև չտվեցինք։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի, ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Փառք Աստծուն, շատ լավ ենք եւ շատ ուրախ, որ մեր այս ռադիո հաղորդումները, հայտագրերը իրենց ունկնդիրներին են գտնում եւ լավ արձագանքներ են ստանում։ Շատ հաճելի է։ Երբեմն նաեւ քննադատություններ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ անշուշտ։ Անպայման։ Այսօր ուրեմն խոսելու ենք պսակադրության, ծեսի, բովանդակության, պսակի խորհրդանիշների մասին։ Այո։ Կարծում եմ կարևոր թեմա է, սիրելի ռադիոընկերներ, ես եմ ստիպել Հայկուհուն ճակերտավոր ասած, որ այս Հայկուին չէր ուզում։ Հայկուին անընդհատ չէր ուզում այս թեման լինել, ես եմ ասել, որովհետև կարծում եմ, որ շատ հետաքրքրական բաներ պիտի իմանաք եւ լսեք, հատկապես նրանք, ովքեր նշանադրված են շուտով պիտի ամուսնանան, ձեզ շատ օգտակար կլինի, ովքեր էլ անցել են այդ փուլը, կարող են վերհիշել եւ հաճելիորեն ժպտալ մեզ հետ միասին հիշելով իրենց ամուսնության պսակադրության այդ երջանիկ օրը։ Շնորհակալ եմ ներկայացնելու համար։ Ուրեմն պսակը սիրո եւ հավատարմության ուխտն է։ Այո։ Ու հայ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում։ Պսակի խորհրդով այրուկին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են, դառնում մեկ ամբողջություն, ստանալով Սուրբ Հոգու շնորհները։ Պսակի արարողությունը երկու մասից է բաղկացած։ Առաջին նշանադրություն, որը ամուսնությունից առաջ երկու կողմերի համաձայնությամբ կայացած ուխտն է, եւ երկրորդը պսակ, որը ամուսնացող զույգի սիրո եւ հավատարմության ուխտն է Աստծու եւ հանրության առաջ։ Անցնելով բուն հարցին, ըստիս մենք ազգովի բովանդակության ու ձևի խնդիր ունենք, ու սա ընդհանուր բոլոր հարցերին է վերաբերվում, բոլոր ասպարեզներում։ Ու վերջին ժամանակներս առավել եւս եկեղեցով ամուսնանալը մի տեսակ դարձել է մոդայիկ մի բան, հարսանեկան դրվագների շարքում։ Այս հարցին շատ լուրջ, շատ ցավոտ կուզենայի անդրադառնանք։ Շատ ճիշտ ես, երևի թե հատկապես հետսովետական շրջանում, երբ որ պատկերավոր ասած սահմանները դեպի հավաք, դեպի եկեղեցի բացվեցին, մեծ հոսք նկատվեց եւ մարդիկ մեծ այսպես ասած խանդավառությամբ են դիմում պսակադրվելու եկեղեցական արարողությամբ անցնելու, ցավոք, ինչպես ասացի, շատ հաճախ դրա ներքին իմաստի եւ բովանդակության մեջ բնավ չմտնելով։ Երկու խնդիր կա այս հարցի մեջ, որ ասիր ցավոտ խնդիր է, առաջին հերթին սխալ տպավորություն չստեղծեմ մեր ռադիոընկերների մեջ, շատ ողջունելի է, որ զույգերը ուզում են Աստծով միացնել իրենց ընտանեկան կապը, ուխտը կնքել Աստծո տան մեջ, շատ ողջունելի է, որ իրենց հավատքի ցուցաբերման տարբերակներից մեկը համարվում է ուրեմն պսակադրությամբ անցնելը, կան զույգեր, որոնք հրաժարվում են, բայց շատ քիչ տոկոս են դրանք կազմում, բայց շատ ցավալի է մյուս կողմից տեսնելը, որ այդ զույգերը, ամուսնացողները, հատկապես նորապսակները մեծ հաշվով հետաքրքրված չեն, թե ինչ է կատարվում եկեղեցում, ինչպես տեղի պիտի ունենա, հետաքրքրված են, բայց ոչ խորհրդով ու եկեղեցական արարողությամբ, շատ հաճախ եկեղեցու նկարներով, ինտերնետ զարդարանքները ինչպես պիտի լինեն, աղավնիները պիտի լինեն, նման հարցերը շատ ավելի մեծ կարևորություն ունեն, եւ սա է ցավը պատճառողը։ Անշուշտ սա իրենց անգիտության կամ ոչ համապատասխան պատրաստություն ունենալու արդյունք է, երբեմն նաև ընտանեկան դաստիարակության բացակայություն, բայց պետք է խոստովանել, որ սա նաև մեր եկեղեցականներիս խոշոր բաց թողումն է, որովհետև պատահում է, որ եկեղեցականները պատշաճ աշխատանք չեն տանում նախապես ծանուցելու, ուսուցանելու, սովորեցնելու եւ կրթադաստիարակչական այդ նորմը ապահովելու համար պսակադրությունից առաջ, ինչը կարծում եմ եթե երկկողմանի կա հետաքրքրություն եւ կա աշխատանք, շատ ավելի լուրջ ու լավ պատուղներ կարող է
բերել։ Բայց ինչու այս թեման հատկապես ուզեցինք բացել, որովհետև այո, մեր պսակադրվողների եւ պսակադրվածների ստվար զանգված չի հասկանում ինչի է եկել եկեղեցի, ինչ է կատարում եկեղեցում եւ շատ հաճախ այն ընկալում է որպես այսպես թատերականացված մի ներկայացում, մի ուրիշ վատ տենդենց էլ կա, տենդենց բառը նկրտում, այսպես ասած, ձգտում կա, հարսանիքից հարսանիք մարդիկ փորձում են մեկը մյուսից գերազանցել իրենց հնարամտությամբ կամ իրենց ստեղծած շոուներով կամ բաներով։ Հիմա գնալով շոու է դառնում, թատերական ներկայացում են արել։ Այո, մոռանալով, որ եկեղեցին դա ինչ-որ բեմականացման եւ շոուի վայր չէ, այնտեղ տեղի ունում խորհուրդ, ինչպես դու ասացիր ճիշտ բառը, եւ խորհուրդ ասվածը նշանակում է, որ անտեսանելի խորհրդավոր կերպով կա Աստծո ներկայությունն ու Աստծո մասնակցությունը եւ այդ խորհուրդը տարբեր խորհրդանշանների տակ է տեղի ունենում եւ կուզեմ որ այդ խորհրդանշանների մասին այսօր փոքր տեսանելի մասին մի փոքր ավելի մանրամասն խոսենք։ Հա, իհարկե անպայման։ Սկսենք ուրեմն այն հարցից, թե ինչու է կոչվում Սուրբ Պսակ։ Հետաքրքրական է մեր եկեղեցում եւ օրթոդոքս եկեղեցում էլ կա դա պահպանված վաղ քրիստոնեության մի սովորույթ է պահպանվել ամուսնական որոշ ազգագրագետներ անգամ հայ ասում են որ այդ սկզբունքը նախաքրիստոնեական հավատալիքների մեջ էլ է տեղի ունեցել դա հարսի եւ փեսայի թագադրումն է պսակներ են դրվում հարցի եւ փեսեգլին հին հունական աշխարհում օրինակ դափնու պսակներ են դնում հաղթողներին հաղթանակած մարդկանց եւ այլ կամ ծաղկահյուս պսակներ էին դնում նորապսակների համար այսպես փառավորելու նշանակություն տալու գեղեցկացնելու այսպեսի մի տենդենց է եղել որը եթե անգամ ընդունենք որ նախաքրիստոնեական մշակութային ուրեմն մի մոդել էր մտել է եկեղեցու մեջ եւ եթե նկատել եք մեր հարսանիքների ժամանակ հարսի եւ փեսայի գլխին դրվում են թագեր կամ կապվում են նարոտներ այդ պսակի նարոտը ինչ է հիմա կմանրամասնեմ ուրեմն հարսի եւ փեսայի գլխադիրներից գլխին դրվելիք այդ պսակներից էլ հենց ստացվել է պսակադրության խորհուրդ անվանումը իսկ քրիստոնեական մեկնաբանությամբ այդ թագերը դրվում են ենթականների հարսի եւ փեսայի գլխին որովհետեւ հարսը եւ փեսան այդ օրը օրվա թագավորը եւ թագուհին են ուրեմն տեղի ունենում այսպես ասած թագադրման արարողություն այդ թագերը ոչ թե երկրային թագեր են այլ երկնային լուսապսակներ են երբ որ սկսում երկու խոսքը ասացիր որ պսակադրության խորհուրդը Աստված հաստատել է Եդեմի պարտեզում Ադամից եւ Եվայից բայց Ադամը եւ Եվան այդ լուսապսակները իրենց կորցրեցին մեղանչելու պատճառով եւ ուրեմն եկեղեցական խորհրդաբանությամբ հարսը եւ փեսան վեր գտնում են իրենց լուսապսակները Ադամի եւ Եվայի այդ վիճակին է վերադառնում այսօրվա թագերը որոնք մենք օգտագործում ենք պսակներ որպես իրականում համարվում է ազդեցություն ավելի շատ 17-18-րդ դարի օրթոդոքս եկեղեցուց մետաղական թագերը թագավորական Մեր հայկական ավանդության մեջ շատ ավելի տարածված էր ուրեմն թելերից հյուսված թագեր դնելը, որոնք կոչվում են նարոտներ։ Նարոտները սովորաբար երկգույն թելերից, կարմիր եւ սպիտակ թելերից հյուսված գլխակապեր են, խաչով վրան զարդարված։ Եվ ուրեմն շատ եկեղեցում հատկապես Սփյուռքում այսօր դեռ նարոտներ են օգտագործում եւ կապում հարսի եւ փեսայի գլխին եւ այս նարոտները եւս ունեն իրենց խորհուրդը իրենք պսակ են իրենցից ներկայացնում անշուշտ խաչով զարդարված հիշեցնեմ բայց իրենց այդ երկու գույները խորհրդանշում են Քրիստոսի արյունը որը հաղորդության խորհուրդն է եւ սպիտակը այն ջուրը որի մեջ այն ջուրը որի մեջ մկրտվեց Քրիստոս այսինքն երկու հիմնական խորհուրդները որոնցով մարդը գնում է դեպի փրկություն միահյուսված իրար դրվում են հարսի եւ փեսայի գլխին, որով իրենք եւս կարծես միահյուսվում են քրիստոնեական այս վարդապետության մեջ։ Ուրեմն հարցիդ հիմնական պատասխանը այն էր, որ կոչվում է պսակադրություն, որտեղ պսակներ են դրվում հարսի եւ փեսայի գլխին, պսակները դրվում են որպես խորհրդանիշ, որ իրենք թագավոր եւ թագուհին են օրվա եւ վեր գտնում են Ադամի եւ Եվայի լուսապսակները եւ ի վերջո կապվում են նարոտներ իրար հյուսված այդ գունավոր կարմիր եւ սպիտակ թելերից ցույց տալով որ Քրիստոսով այս երկու հոգին միահյուսվում են իրար հետ քրիստոնեական սիրով կազմելով քրիստոնեական ընտանիք։ Շատ շնորհակալ եմ իրականում այնքան խորն են այս սիմվոլները, խորհրդանիշները, որ երբ որ հասկանում ենք, այլ ավելի գեղեցիկ են շատ եւ շատ ավելի գիտակցված է դառնում ներկայությունը։ Գիտեք
շատ եմ նկատել, որ օտարազգիները երբ որ գալիս են մեր պսակադրություններին մասնակցելու, շատ տպավորված են գնում, որովհետև թեև գուցե խորքային կերպով չեն հասկանում ինչ սիմվոլներ են, ինչ կատարվեց, բայց իրենք զգում են, որ դրա տակ գործում է մի հատ ուժականություն, մի դարավոր ավանդույթ, դարավոր մի, այսպես ասած, աստվածային զորություն կա, որը դրանց միջոցով գործում է, եւ դրանից շատ ազդված հեռանում են եկեղեցին, եւ միշտ ասում, որ շատ գեղեցիկ է հայ եկեղեցում պսակադրության ծեսը։ Շատ հետաքրքիր է։ Իսկ անցնենք հաջորդ հարցին, որն է Տեր Հուսիկ պսակի նպատակը, խորհրդի նշանակությունը պսակի որն է։ Այս մասին մի քանի անգամ արդեն առիթունեցել ենք մեր եթերներում խոսել, բայց շատ լավ հարց է հիշեցնելու համար, որ մենք չենք գնում եկեղեցի ուղակի գլխներիս այդ թագերը դնելու եւ սիրուն նկարվելու համար կամ չգիտեմ վերջում ինչ որ գեղեցիկ տեսարաններ ստանալու նպատակով։ Պսակի խորհուրդը այր եւ կնոջ միացումն է Աստծո միջոցով։ Երկու առանձնյակներ, երկու անհատականություններ գալիս են եկեղեցի, ուխտում են Աստծո առջև լինել միասին եւ այդ միասնությունը արտահայտվում է խորհրդավոր նշանների միջոցով եւ այլևս եկեղեցուց դուրս են գալիս որպես մեկ մարմին, մեկ միություն։ Ուրեմն Աստվածաշունչը հստակ ասում է, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Ուրեմն պսակի այս խորհուրդը եւ նշանակությունը սա է եւ պսակադրության գրեթե բոլոր սիմվոլներ եւ խորհրդանիշերը այս մեկությունն են ցույց տալիս։ Հիմա կարծում եմ հերթով փորձենք անդրադառնալ։ Տեր Հուսիկ, պսակադրությունը, ինչպես ասեցիք, շատ խորհրդանշական դրվագներ ունի եւ շատ սիմվոլների ենք հանդիպում։ Այո։ Որքանով են դրանք կարեւոր։ Դրանք շատ կարեւոր են, որովհետեւ մենք հավատում ենք, որ այդ սիմվոլների ներքո գործում է Աստված։ Ոչ թե քահանան է այդ պսակադրությունը կատարում կամ սպասավորները, այլ Աստված մեր, այսպես ասած, մեղավոր ներկայության ներքո, մեր աղոթքներով եւ իր Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոս անձամբ գալիս եւ կատարում է այն, ինչ որ տեսանելիորեն մենք տեսնում ենք։ Իդեպ խորհուրդ բառի մեկնաբանություններից մեկը հետեւյալն է. տեսանելի նշան անտեսանելի իրականության կամ խորհրդի։ Այսինքն այն, ինչ որ անտեսանելի է, այս սիմվոլների միջոցով ուղղակի մենք տեսանելի ենք դարձնում, բայց դրա տակ մի հսկայական իրականություն է տեղի ունենում, մի հրաշալի մի երևույթ է տեղի ունենում, որը հոգևոր ասպարեզի մեջ է։ Հիմա եթե կուզես, ես մի քանի նման դրվագներ բացատրեմ, մեր ունկնդիրներին էլ հետաքրքիր կլինի։ Ընդհանրապես խորհրդանշանները ես կբաժանեի երկու խմբի, որոնք օգտագործվում են կամ պսակադրության ժամանակ՝ մարդկային խորհրդանշաններ եւ առարկայական խորհրդանշաններ։ Մարդկային խորհրդանիշներից երկուսը հարսը եւ փեսան են, որքան որ իրենք ֆիզիկական ներկայությունն են, բայց իրենք նաեւ խորհրդանշում են, հիշեցիր, ասեցինք քիչ առաջ, Ադամին եւ Եվային, խորհրդանշում են թագավորի եւ թագուհու։ Սա իդեպ վերապրուկ է մեր թագավորական պատկերացումների, երբ ունեցել ենք թագավորական դինաստիաներ, ունեցել ենք թագավորական իշխանական ընտանիքներ եւ այդ իշխանական ընտանիքները միջոցառումներ են կատարել, թագավորը եւ թագուհին այսպես հանդիսավոր մտել են դղյակ կամ եկեղեցի կամ ցանկացած տեղ, ունեցել են նաժիշներ, երգիչներ, այսպես թագավորական այդ արքունական փառքն են ցույց տվել, կարծես դա բերվել եւ եկեղեցու մեջ մտցրել, որ այս հասարակ գյուղացի մարդիկ էլ իրավունք ունեն թագավոր եւ թագուհի լինելու, թագավորական կյանք ունենալու եւ այդ օրը իրենց համար երբեմն 500-ում 7 օր 7 գիշեր իրենք թագավորական այդ կյանքն են ապրել իրենց համար, ամեն բան եղել է իրենց համար, մի խոսքով ամեն բան պատտվել է իրենց շուրջ։ Եվ ի վերջո չմոռանանք, մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ խոսեցինք, հարսը եւ փեսան խորհրդանիշն են Քրիստոսի, փեսան, իսկ հարսը եկեղեցու հավատացյալների։ Ուրեմն որոնց միությունը, որոնց սերը այդ Տեր եւ հնազանդ ուխտի միջոցով իրականություն է դառնում Քրիստոսով։ Հնազանդվեցեք իրար Քրիստոսի երկյուղով։ Ուրեմն տեսանք, որ հարսը եւ փեսան իրենցից արդեն շատ հետաքրքրական եւ շատ կարեւոր սիմվոլներ են ներկայացնում։ Երրորդ անձը, որը կա արարողության ժամանակ եւ որը եւս խորհրդանշական ներկայությունն է, դա այսօր կոչում ենք դրան կնքահայր կամ ժողովրդական ասելով քավոր։ Իրականում իր պաշտոնն է խաչ եղբայր, որտեղ կնքահայրը արդեն կնունք բառը ցույց է տալիս արմատը միայն մկրտության արարողության ներկա գտնվող հոգևոր հայրն է։ Անձը, որը ներկա է գտնվում պսակադրությանը եւ հարսի եւ փեսայի գլխից վերև պահում է խաչը, կոչվում է խաչ եղբայր։ Ազաբ բաշի հարսնակույր եւ այդ սկզբունքները մի փոքր ավելի ժողովրդական ընկալումներից եկած որոշ ուսումնասիրությունների համաձայն նաեւ այլ
հավատալիքներից ազդված, ուրեմն ներկայություններն իրենք կրոնական որևիցե գործառույթ չունեն պսակադրության ժամանակ, իրենք ուղղակի այդպես ներկայություն են ապահովում։ Իսկ կնքահայրը անգամ պիտի նեղացնեմ մեր կնքամայրերին կամ քավոր կանանց, հա, հատուկ այդպիսի կարգի չկա։ Կնքահայրը աստվածաշնչով վկայված մի պաշտոն է։ Տեր Հիսուս շատ հաճախ խոսում էր հարսանիքների մասին, օրինակ էր բերում մի անձի մասին, որը կոչվում էր Փեսայի բարեկամ, գրափորով կոչվում է Փեսավեր, որը արարողության հիմնական կազմակերպիչներ Հիսուսի ժամանակ կատարվող հարսանիքների, Փեսայի ամենամոտիկ անձն էր եւ վերահսկում էր ամեն ինչ։ Այսօր այդ վերահսկողությունը հոգևոր վերահսկողություն է, որը վերագրվում է կնքահայրերին կամ խաչեղբայրերին, ավելի ճիշտ բառը ասենք, խաչքավոր են երբեմն էլ ասում, խաչեղբայր, խաչքավոր, ուրեմն նա ընտանիքի համար առաջին բարեկամն է, ընտանիքի կողմից ընտրված մեկն է եւ թիվ 1 վկան է արարողության եւ այդ վկայությունը ինքը հաստատում է խաչով, որը պահում է Հարսի եւ Փեսայի գլխից վերև։ Իդեպ որոշակի աստվածաբանական մեկնաբանությամբ խաչը, որ պահում է նրանց գլխից վերև, Ադամի եւ Եվայի կենաց ծառն է, որը ուրեմն աճում է իրենց կյանքում, բայց ոչ թե չարի եւ բարու գիտության ծառը, որ ձախողումի պատճառով, այլ կյանքի ծառն է, որը պատխաբերության եւ հարատեվության, շարունակականության, կյանքի շարունակականության խորհուրդ ունի։ Ուրեմն տեսանք, որ այս պահապան հրեշտակը կա նաեւ խաչեղբայր ընտանիքի կյանքում սիմվոլիկ, որը ավետարանական Փեսավերի կամ Փեսայի բարեկամի խորհրդանիշն է եւ գործառական տեսանկյունից, թեև այսօր սխալ ընկալումներ կան, աղավաղումներ կան, այնպես ճակերտորը ասած քավորի ընկալման, թե ով պիտի լինի, ինչ պիտի լինի, իր հիմնական ֆունկցիան ընտանիքի բարօրության համար պայքարել, աղոթել, օգնական լինել եւ լինել ընտանիքի լավագույն մտերմագույն բարեկամը իր հարազատներով, իր ընտանիքով հանդերձ։ Ուրեմն սա է հիմնական այդ վկայի կամ կնքահոր կամ խաչեղբոր, մի քանի անուններ կան, սիմվոլը։ Անցնելով առարկայական ավելի սիմվոլներին, պիտի խոսեմ մի քանի սիմվոլի մասին, որոնք հատկապես կապ ունեն Հարսի եւ Փեսու միության հետ։ Հարսի եւ Փեսայի հետ միության խորհուրդն են ցույց տալիս առաջին հերթին Հարսի եւ Փեսայի խոստումներից հետո, երբ որ քահանան հարցնում է 3 անգամ Տեր եւ հնազանդ լինելու, միացնում է նրանց ձեռքերը, աջ ձեռքերը եւ միացնում է նրանց գլուխները իրար, որով ուրեմն այս միության խորհուրդը ամբողջացում, որ իրենք միացան իրար, այլևս կատարված է համարվում եւ այս պահին է, որ խաչեղբայրը խաչը ուրեմն պահում է իրենց գլխից վերև որպես կնիկ, որպես հաստատում խաչով, որ այս իրականությունը, այս պսակը ի վերջո իրականացված է։ Նորից եմ շեշտում, սրանք մենք կարող ենք ընկալել որպես թատերական, ինչ-որ բեմականացումներ, բայց շատ սխալված կլինենք։ Այդ պահին իրապես մենք հավատում ենք, որ Աստված է, որ իջնում է երկնքից երկիր եւ միացնում է այս երկուսին եւ իր խաչելության այդ խորհուրդը իր թափած արյամբ միավորում է Հարսին եւ Փեսային։ Մի պահ կարելի է ընդհատել, ուղղակի մեր ունկնդիրներին ասենք, որ մենք հաղորդում ունենք առանձին նվիրված Տեր ու հնազանդի հետ։ Այո, դրա մասին խոսել ենք բավական հանգամանալից, կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, եթե իրենց հետաքրքրում է պսակադրությունը, պսակի խորհուրդները, մի ամբողջ հաղորդում նվիրել ենք Տեր ու հնազանդին։ Այո, եթե իրականում մեր ռադիոընկերները հիմա մեզ լսում են ուղիղ եթերի ընթացքում, այսինքն ռադիոյի եթերի ընթացքում, հիշեցնենք, որ Ռադիո Արմենիի պաշտոնական կայք էջում մենք ունենք բաժին Լսիր ժողովուրդ, որտեղ մեր բոլոր հաղորդաշարերը այլ է հերթով լսել եւ տեղադրված են։ Շատ շնորհակալ եմ այդ հիշեցման համար։ Ուրեմն մյուս սիմվոլը անշուշտ թագն է, որի մասին խոսեցի, թագին զուգահեռ գոյություն ուներ թագավորական մեկ ատրիբուտ եւս հարսանիքների ժամանակ, որ այսօր պիտի ասեմ 90%-ով վերացված է՝ գահը։ Հարսի եւ Փեսայի համար գահ էին դնում, որի վրա նստում էին, Սփյուռքի շատ եկեղեցիներում դեռ պահպանվում է այս սովորույթը, որոշ եկեղեցիներում հանված է տեղի խնդրի պատճառով կամ որովհետեւ այդ գահերը ընդհանրապես մի վարքյան Հարսին եւ Փեսային հրավիրում են, որպես իրենք բազմեն երկու գահ, թե մի գահ է մեծ։ Չէ, իրար գիրք չեն նստել հիմա եկեղեցի։ Չէ, բայց կարող է մի քիչ Բասկաթորի պես բան լայն է։ Չէ, երկու գահ է, թագավորի եւ թագուհի գահն է, որի վրա իրենք բազում են, երբեմն նաեւ կնքահոր, այսինքն խաչեղբոր եւ իր, ասենք, խավոր կնոջ կամ ով որ ներկայացնում է ուրեմն աղջկա կողմը իր համար են գահերը դնում, բայց նորից եմ ասում, եթե հանդիպել եմ ռադիոընկերը գահերի, իմանամ, որ դա հենց այդ թագավորական բազմելու սիմվոլը ունի, բայց մեծ մասամբ այսօր եկեղեցիներում այս հատվածը գրեթե զեղչվում է, հանվում է, որովհետև ինքը շատ ավելի սիմվոլիկ մի պահ է դարձել, միայն թագերը դնելը, թագադրումը, այսինքն բավարար է համարվում իրենց այս թագավորական խորհուրդը ցույց տալու համար։
Անշուշտ ամենահայտնի սիմվոլը, որի մասին պետք է խոսենք, դրանք մատանիներն են։ Մատանիներն են հարսի եւ փեսայի, որոնք օրնվում են դրվելուց առաջ, իդեպ ժամանակին հարսանիքը այսինքն հարսանեկան ծեսը եւ պսակադրությունն էլ դրա ազդեցությամբ մի քանի փուլերից է բաղկացած եղել եւ այս մատանիների օրնությունը եւ դնելը տեղի ունեցել հարսի տանը, երբ որ քահանան գնացել է, օրնել է հալավ օրնեք էր կոչում, օրնել է հարսի զգեստները, օրնել է բոլոր զարդերը, որոնք ուրեմն ընտանիքը տղայի նվիրում է հարսին, այդ եւ մատանիները նախորոք տան, այսինքն եկեղեցի գալուց առաջ այնտեղ եւ մատանիները դրվել են, որից հետո եկել են եկեղեցի։ Կամած տարբեր մշակութային, տարբեր հարցերի ազդեցությամբ փոփոխման ենթարկելով այս ծեսը դուրս է եկել ընտանեկան կիրառությունից եւ պահպանվել է եկեղեցում միայն մատանիների օրհնությունը։ Իրեւ, եթե կհիշես, Հայաստանում կար հարսին հագցնելու այդ արարողակարգը, որը հենց հալավ օրհնեքի մաս է, քահանան գնացել է եւ այնտեղ օրհնել է այդ հարսի զգեստները, ապա հարսին հագցրել են, կապցրել են, որտեղ հարսի զգեստները, զարդարանքները փեսաներ նվիրում եւ բերում։ Ուրեմն մատանիները եւս իրենց առաջին տեսանելի իմաստով Բայց մատանին հարսի մատանին էր փեսան նվիրում, իսկ փեսայի մատանին հարսը թե առաջ այլ կերպ է եղել։ Չէ, ամեն ընտանիք մեկը մյուսին էր նվիրում։ Եվ սա է ուզում ասել, որ մատանիների օրհնությունը եւ եկեղեցում դնելը փեսայի եւ հարսի նվիրումն է ցույց տալիս, մեկը մյուսին նվիրում են ինչ-որ մի բան։ Սա հարսի կիրառական կողմը։ Մյուս կողմից քրիստոնեությունից դուրս անգամ այս մատանիների կիրառությունը շատ ազգերի մեջ կարծում եմ ամբողջ աշխարհում բավական տարածված է, անգամ մարդիկ եթե աթեիստ են դնում, որովհետև սա էլ համամարտկային մշակութային արժեք է, օղակը եւ մատանին ուրեմն անվերջանալիության, ամբողջականության եւ միության խորհրդանիշ է հանդիսանում։ Սա է ուրեմն եղել պատճառը, որ այդ օղակը մատից անցկացվող համարվում է հենց ամուսնության խորհրդանիշը եւ ամուսնության սիմվոլը։ Բայց իմիջիայլոց ուրիշ երկրներում, տարբեր երկրներում տարբեր ձեռքի, տարբեր մատի վրա են դնում։ Մեր եկեղեցում դրվում է ձախ ձեռքի մատն է մատին, որոշակի մեկնաբանություն կա, ես դրա հետ շատ համաձայն չեմ, ասելով, որ դա սրտին ամենամոտ մատն է, այսինքն այդ իմաստով։ Այդպես է, հիմա չեմ կարող ասել, թե ինչու այդ մատը եւ ինչու է հատկապես ուրեմն ձախ ձեռքը ընտրվել այդ նպատակի համար։ Սա ավելի շատ կիրառական երևի թե նշանակություն կարող է ունենալ, որտեղ ձախ ձեռքը ավելի քիչ է օգտագործվում։ Իսկ մատանիով ձեռքը գործածելու համար առօրեական գուցե խանգարող լիներ։ Չծանրանանք այս թեմայի վրա, ես ավելի շատ կուզեմ մատանու հոգևոր բովանդակության մասին խոսել։ Մենք խոսեցինք մշակութային, խոսեցինք կիրառական, բայց կա մշակութային մի շատ խորը հենք եւս։ Հին ժամանակներում, հիմնականում նորից իշխանական թագավորական ընտանիքներում գոյություն ուներ ուրեմն կնիքի մատանի հասկացությունը, այսինքն դա այն ստորագրության պես մի բան էր, որ երբ որ մարդիկ պետք է դաշինք կնքեին, ինչ-որ բան անեին, ամեն ընտանիք խոսքս նորից թագավորական իշխանական տներում ուներ հատուկ իր նշանով մատանիները, որոնցով ուրեմն հաստատում էր, որ այս նամակը, խոսքը, պայմանագիրը, ուխտը ինքն է կապել եւ ինքն էլ կնքել է եւ դրանից փախնել չկար։ Ուրեմն պատկերացրու, որ հարսը եւ փեսան ունենան այդպիսի ստորագիր կնիքներ, մատանիներ եւ դրանք մեկը հանձնում է իր ունեցածը մյուսին։ Նշանակում է սա հավերժական վստահության սիմվոլն է, այսինքն երբ որ դու մատանիները փոխանակում ես, դու քո կնիքը, քո ինքնությունը հանձնում ես ուրիշին եւ ուրիշի ինքնությունը կնիքը վերցնում ես։ Իսկ եթե վստահություն չլինի, ոչ մեկ այդ մատանին չի հանձնի, որովհետեւ դա խարդախ գործերի համար կարող է կիրառվել, հա, դրամաբանական շարունակությամբ։ Ուրեմն մատանիները հանդիսանում են այս նվիրվածության, նվիրումի եւ վստահության ու միության սիմվոլները, որոնք ուրեմն եկեղեցում օրնվում եւ դրվում են պսակողների մատների։ Եվ ուրեմն ամենավերջին սիմվոլները, որոնք արարողության ավարտին են հանդիպում, գինին են եւ բաժակը, որովհետեւ մոմերը սիմվոլ չեն համարվում արարողության, կարևոր բաղադրիչ էլ չեն համարվում, ժամանակին մոմերը օգտագործվել են լուսավորության համար, փայլ տալու համար, գեղեցկություն տալու համար եւ որոշ դեպքերում անկախ պսակադրությունից մոմակիր երեխաները կամ մոմերը զուգահեռվում են հրեշտակների հետ, որոնք ուրեմն երկնային լուսեղեն արարածներ են։ Բայց սրանք համընդհանուր սիմվոլներ են, պսակադրության մեջ եթե մոմ չվառվի չլինի,
մեր եկեղեցում ոչինչ չի պակասի։ Իսկ մկրտության ժամանակ են մոմի գրեթե նույն սիմվոլն է, լուսավորության, լուսավորվելու եւ հրեշտակների այդ ներկայության սիմվոլն է ինքը, բայց նորից եթե օրինակ մկրտության արարողության ժամանակ մոմ չլինի, չվառվի, արարողությունը դրանից մեծ հաշվով չի տուժի։ Ավելի այսօր զարդարանքային բովանդակություն ունեն իրենք։ Խոսում են գինու մասին։ Գինի շատ կարևոր դեր ունի հայկական մենք ուտող խմող ժողովուրդ ենք իշել եղել։ Եկեղեցու արարողությունների Աստվածաշնչի մեջ է գինին։ Սկսենք Նոյի ուրեմն տապանի պատմությունից հետո տնկված ուրեմն խաղողի ворթով գինի պատրաստելով մինչև վերջին ընթրիքը, որի ժամանակ Հիսուս գինին օրնեց, ասեց սա խմեք որպես հիմարյուն, եւ ի դեպ այս վերջին ընթրիքի խորհուրդը ընկած է պատարագի հիմքում եւս ժամանակին, երբ որ զույգը գալիս էր պսակադրվելու, այն տեղի ունենում պատարակով, այսինքն մատուցվում էր հացը եւ գինին, ինչպես պատարակի ժամանակ օրնվում էր եւ հարսը եւ փեսան հաղորդվում էին, այսինքն ճաշակում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Ինչու՞, որովհետեւ Քրիստոս ասում է, եթե ուտեք իմ մարմինը եւ խմեք իմ արյունը, մեկ կլինեք ինձ հետ, կմիանաք ինձ։ Եվ Պողոս առաքյալն էլ ասում է, մենք բոլորս, որ խմում ենք Քրիստոսի արյունը եւ ուտում ենք Քրիստոսի մարմինը, Քրիստոսով մեկ ենք դառնում պատարակների ժամանակ։ Ուրեմն աստիճանաբար դարերի ընթացքում պատարակից կտրվեց պսակադրությունը որպես առանձին արարողություն, բայց որպես հիշողություն եւ մնացու գինին, պատարակի գինին մնաց կիրառության մեջ։ Եվ այդ գինին խմելը հենց այդ միության խորհուրդ ունի, որով եթե մենք պատարակին միավորվում ենք Քրիստոսով, այստեղ հարսը եւ փեսան միավորվում են դարձյալ Քրիստոսով այդ գինին խմելու միջոցով։ Երկրորդ, գինին խմելուց առաջ շատ եկեղեցիներում ընթերցվում է Աստվածաշնչյան մի դրվագ, որը Հիսուսի գործած առաջի հրաշքն էր, թե ինչպես Հիսուս մասնակցեց մի հարսանիքի ժամանակ գինին պակասեց եւ Հիսուս ջուրը դարձրեց գինի, ուրեմն խորհրդանշաբար այդ գինին նաեւ այդ կանայի հարսանիքի հիշատակությունն է, ցույց տալու համար, որ այս հարսանիքին եւս պսակադրության եւս Քրիստոս ներկա է եւ այս գինին Քրիստոս է մատուցում ձեզ որպես իր արյան խորհրդանիշ, որպեսզի դուք խմեք։ Եվ երրորդ ամենակարևոր կետերից մեկը գինու հետ կապված դարերի ընթացքում բոլոր մշակույթներում, քրիստոնեական մշակույթներում, այդտեղ եւ Աստվածաշնչում գինին համարվում է ուրեմն ուրախության եւ ճոխության խորհրդանիշը եւ այդ ուրախության բաժակից գինուց խմելը կարծես թե նորից բերում է հարսին փեսային այդ երջանկության գաղափարի մեջ, երջանկության սիմվոլն է կարծես, որ իրենք խմում են։ Չորրորդ մի բացատրություն էլ կա, որը ավելի շատ կասեմ այսպես մեկնաբանություն է, չէ որ հարսն ու փեսան այդ գինին խմում են մեկ բաժակից, այսինքն դա նաև իրենց միության խորհրդանիշն է, ուրեմն երենք երկու հոգի են, բայց այլևս իրենց կյանքում ամեն բան մեկ է։ Ոչ միայն երջանկություն են խմելու։ Եվ այո, շատապես ինչպեսին էլ լինի իրենց կյանքի գավաթի մեջ լցված գինին կամ ըմպելիքը, այսպես ասենք, կյանքի գավը իրենք պետք է խմեն մինչև վերջ եւ դատարկեն մինչև վերջ, մինչև մահը իրենց բաժանի միասնաբար պետք է լինեն։ Շատ շնորհակալ եմ այսպիսի բովանդակալից բացատրության համար։ Տեր Հուսիկ, այսպիսի մի հարց։ Պսակադրության արարողությունը ու միգուցե ոչ միայն պսակադրություն, այլև այլ արարողություններ եկեղեցում հայ առաքելական արևելահայերենով է արվում, թե արևմտահայերենով, թե դա ինչ որ ընտրության տերհոր ընտրությունից է կախված միգուցե չի։ Մեր արարողությունները բուն արարողության լեզուն գրաբարն է, այսինքն բուն հայերենը, պատմական հայերենը 5-րդ դարից սկսած կիրառվող հայերենն է, բայց այսօր հաշվի առնելով ուրեմն այն, որ գրաբարը մեծ մասամբ անհասկանալի է մնում մասնակիցներին, այնտեղ որտեղ հնարավոր է տարբեր թեմերում, տարբեր առաջնորդներ, տարբեր մոտեցումներ ունեն, բայց հնարավորության սահմանում թույլատրվում է փոխակերպումը արևելահայերենի, եթե այո ենթականները ներկահավատացյալներ արևելահայ են արևելահայերենի, եթե սփյուռքահայ են, եթե այդ բառը թույլատրելի արևմտահայերենի, դե դա է հասկանալի, իսկ եթե ֆրանսախոս են, երբեմն անգամ ֆրանսերենի այն տեղերում, որոնք կարևոր են, այսինքն սա հոգեվորականի նախընտրությունից էլ է կախված, թեմական ընդհանուր ձևակերպումից որոշումից էլ ուտև առանց առաջնորդի իրավունքի ինքնագլուխ այդպիսի քայլի գնալը այդքան էլ ճիշտ չի համարվի,
եւ ժամանակի տենդենսների համապատասխան, բայց բուն լեզուն գրափարն է, որը հայերենի հիմքն է իրականում, եւ ուրեմն մեծ մասամբ արարողությունը գոնե շարականների մակարդակով գրափարով է տեղի ունենում, իսկ տեքստային մակարդակով երբեմն թույլատրելի են թարգմանությունները կամ փոխակերպումները ժամանակակից հայերենի։ Շատ շնորհակալ եմ բացատրելու համար, իսկ ամփոփելու համար մեր զրույցը ինչ կուզեիք ասել մեր ունկնդիրներին։ Մեր ունկնդիրներին կուզեի խնդրել, որ այս կարևոր բացատրությունները, կարևոր ոչ թե որ ես ասացի, այլ որ եկեղեցին է մատուցում, միշտ լուրջ առնեն, միշտ լուրջ ընդունեն, միշտ հասկանալով եւ գիտակցելով մոտենան այն խորհուրդներին, որոնցով իրենք անցնում են, որովհետեւ անգիտակից մոտեցումը վտանգում է նաեւ իրենց խորհրդի, այսպես ասած, զորություն Աստծո հոգին ինչպես իրենց հետ կհամագործակցի։ Երկրորդ խորհուրդ պիտի տայի, որ հարսանիքի այդ օրը, սակադրության այդ օրը, այդ ամենակարևոր կես ժամը, 1 ժամը, որ տրամադրելի է եկեղեցական արարողությանը, իսկապես լրջորեն ընկալվի, լուրջ ընկալվի։ Չբերեն եւ չխառնեն եկեղեցական արարողությանը բաներ, տարբեր տեսակ սիմվոլներ եւ ամոդույթներ, որոնք բնավ կարևոր չեն։ Բնավ, չգիտեմ, աղավնիներ կթարցվեն, չեն թարցվի, հարսը սպիտակ շողեր։ Միջայլոց աղավնիները այնպես տարածված է, թվում է, թե հենց կարևոր սիմվոլներից է։ Ես եթե ասեմ, որ առաջին հերթին ինձ են հարցնում, թե աղավնի որտեղից պիտի ձեռք բերեն, ես երևի կզարմանաս։ Ես ասում եմ, որ ես աղավնի պահող չեմ, եկեղեցին բնավ հետաքրքրված չի աղավնիներ թարցնել արարողությամբ, դա ինչ-որ գեղեցիկ, այսպես, բայց ցավալի է, որ շատ մարդիկ չեն գիտակցում, որ դա եկեղեցական արարողություն չէ, եւ եթե աղավնիները չթրծվեն, կարծում որ ընտանիքը դժբախտ կլինի, բայց եթե եկեղեցուն թագերը չդնես հարսի փեսայի գլխին, դա ոչինչ։ Սա ասեմ մի քիչ շեղվելով թեմայից, ես գիտեմ շատ դեպքեր, երբ որ օրինակ հեռու տեղեր, որտեղ հայկական եկեղեցի չկա, մարդիկ ստիպված են եղել ընտանիք կազմել եւ բնավ չեն էլ դիմել, որ իրենց այցելու քահանա գնա եւ արարողություն անի։ Եվ երբ որ հարցրել եմ, ասել են, բա ինչպես արիք, հա դե ինչ ոնց պիտի անեն։ Գնացին եկեղեցի, ջահելները 2 հատ մոմ վառեցին, վերջը աղոնիկները թրծրեցին, հետո այլի ամուսնացան։ Դեռ դրան է գումարեմ մի զազրելի ուրիշ սովորություն, ասենք դե առնան թառաչեր, տարան կրակի վրա թրծրեցին, օրնվեցին։ Իսկ սա անհեթեթություն է ուղղակի։ Այս խորհուրդը, այս սրբությունը, այս ամբողջ Աստվածաշնչով հիմնավորված կետերը, որ ես բերեցի, դա մոռանալ, դա ուրանալ, դա չկարևորել, դրա փոխարեն կարևորել, որ հարսը հարսի դեմ դուրս չգա, անպայման ափսե կոտրեն մուտքին, չգիտեմ, դրանք ավելի բոլորը գիտեն, անգի։ Դրանք սրբորեն պահել, բայց այն ինչ որ սրբության անհրաժեշտություն ունի, որ եկեղեցում է կատարում, դրան սրբորեն չմոտենալ, գիտակցված չմոտենալ, սա աստվածայհոյության պես մի բան է դառնում, այսինքն աստվածամերժության պես մի բան է դառնում։ Շատ սիմվոլներ կա, լավաշը գցել ուսին, ափսեն կոտրելը։ Սխալ չհասկանա մեր սիրուն կնդիրը։ Ազգային սովորույթներին բնավ դեմ չենք, բայց այդ ազգայինը իր արժեքն ունի, իսկ եկեղեցականը դրանից 10 անգամ ավելի կարևոր արժեք ունի։ Ամեն բան մեր գիտակցության եւ բովանդակությունը ճիշտ ընկալելու մեջ է։ Թող ազգայինն էլ լինի, մյուսն էլ լինի։ Բայց ունենք նաև բաներ, որոնք ազգային չեն, նորից դեմ չենք։ Ծաղիկը նետելը, չգիտեմ, ինչ որ խաղեր կազմակերպել, ինչ որ բաներ։ Եկեղեցուց դուրս են գալիս, այսպեսի մի պատկեր կա աչքիս առաջ, որ բան են լցնում, ինչ որ լիություն։ Դա, ասեմ քեզ, մասամբ կարող ենք համարել ազգային սովորություն, օրինակ եթե հիշենք մեր Դա ոչ միայն հայերի մոտ է։ Այո, համազգային սովորություն է, բայց նայած ինչ են ցախ տալիս։ Օրինակ, երբ որ հիշում ենք Արտաշես թագավորի եւ Ալանաց Սաթենիկի ամուսնության դրվագը նախաքրիստոնեական մեր ավանդազրույցների մեջ, Գողթան երկերի մեջ ասում է ոսկի էր տեղում Արտաշեսի հարսանիքի ժամանակ եւ արծաթ էր տեղում Սաթենիկի հարսանիքի ժամանակ, այսինքն բայց թագավոր եւ թագուհին անցնում էին ժողովուրդը կամ դրանիկները ուրեմն ոսկի եւ արծաթ են շախ տալիս, դա ճոխության, այդ հարստության, լիության խորհրդանիշն է, ինչին նորից դեմ չենք, բայց դա բերել եւ համարել որպես եկեղեցական արարողության կարևոր մաս, ավելին ասեմ, աղտոտել, կեղտոտել եկեղեցու տարածքը եւ ուրեմն անհոգ վերաբերվել դրա հանդեպ, չունեմ բրինձ կամ ծաղկի թերթիկներ կամ քաղցրեղեն շաղ տալով, նորից Աստված ձեզ հետ եղավ, բայց դրա դիմաց արհամարել այն ինչ որ կես ժամ առաջ կատարվում էր եկեղեցում եւ դրան կարեւորություն չտալ, սա արդեն սարսափի ժանրից է, սարսափելի է։
խորհուրդ կտամ մեր ունկնդիրներին լուրջ լինել եւ հասկանալ, իսկապես հասկանալ, որ իրենց կյանքի ամենակարևոր, իրենց ամուսնության ամենակարևոր պահը խորանի առջև եկեղեցում կանգնած պահն է, որտեղ ոչ թե ինքնահնար, ստեղծ գաղափարներով իրենք պիտի կանգնել, այլ հստակ հասկանալով, թե ինչ է կատարվում եկեղեցում եւ ինչի միջով են իրենք անցնում եւ դեպի ուր են իրենք քայլում։ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, բացատրելու համար, բացահայտելու համար։ Ես էլ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվեց, որպեսզի այս հարցի մասին խոսենք, որովհետեւ կարծում եմ, որ մեր պսակադրվող զույգերի համար սրանք իսկապես կարևոր պիտի լինեն։ Հաջողություն ենք մաղթում մեր ունկնդիրներին, Աստված օրհնի բոլորին, մեր Հայաստան ձայնասփյուռին եւս, քեզ եւս Հայկոյ ջան, եւ կհանդիպենք եկող երկուշաբթի կրկնությունը Կիրակի ժամը 1-ին։ Հաջողություն։ Տերո։ Եթերում է Հայաստան ձայնասփյուռի լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10-ից 15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։